Ողջույն։ Խորհրդարանը ձևավորվեց, շուտով ավարտուն տեսք կստանա նաև կառավարությունը։ Եղան մի շարք անակնկալներ խորհրդարանում, նախարարական կաբինետում։ Մարդիկ, որ թվում էր, այդ թվում իրենց էր թվում, թե մնալու են իրենց դիրքերում, օրինակ Ազգային ժողովի նախագահ կամ Նիկոլի աշխատակազմի ղեկավար աշխատողները, հրաժարական տվեցին պաշտոնին։ Ալեն Սիմոնյանը հրաժեշտի ճառի ժամանակ ասաց, թե մտածում էր կմնա այդ պաշտոնին, այսինքն իր համար անակնկալ էր, իսկ Արայիկ Հարությունյանը անգամ սպառնում էր դատի տալ նրանց, ովքեր ասում էին, թե Փաշինյանն իրենից դժգոհ է և հանելու է գործից։ Պարզվեց ճիշտ էին։ Հետո կպարզվեր, որ այդ խոսակցությունները հենց իշխանական շրջանակներից էլ գցվում էին դաշտ։ Անդրադարձել եմ թեմային, որ այս իշխանության ներսում մեծ ներվ կա։ Պարբերաբար խոսակցություններ են գալիս հասնում, որ լուրջ բախումներ են, անդադար մունատ, բամբասանք։ ՔՊ-ում խոր դժգոհություն կա, թե մարդկանցից, որոնք պաշտոնը կորցրել են, թե մարդկանց մոտ, որոնք տեղափոխվել են ավելի ցածր պաշտոնի, թե նրանց մոտ, որ падգամավորական թեկնածուների ցուցակում չեն ընդգրկվել, թե նրանց մոտ, որ ընդգրկվել են, բայց ոչ անցողիկ տեղում, թե նրանց մոտ, որ անցողիկ տեղում են, բայց միևնույն է ըստ իրենց առաջին հորիզոնականներին իրենք արժանի, էլ առաջվա միամիտները չեն, որոնց տարեկան եկամուտը 500,000 դրամ էր, օրվա գարեջուրն էլ գրովի։ Չնայած որ իշխանությունը պահել են ամեն գնով, բայց հարցեր ունեն, ինչու ամեն գնով, այլ կերպ հնարավոր չէր։ Մի կողմից Փաշինյանն է դժգոհ, որ ընդամենը 49% են հավաքել։ Համարում է, որ թիմը լավ չի աշխատել։ Մյուս կողմից էլ ըստ տարբեր լուրերի ՔՊ-ում են մտածում, որ 49%-ից շատ չեն հավաքել հենց թիմի լիդերի պատճառով։ Նրանց մոտ հարց կարող է առաջանալ իր այսօրվա քաղաքական վարկանշով, որքանով է Փաշինյանն ավելի որևէ նախարարից ու падգամավորից։ Չէ՞ որ նա ավելի անընդունելի կերպար է, ավելի մեծ բացասական վարկանշով, քան թիմի մյուս անդամները։ Յուրաքանչյուր նորմալ կուսակցությունում առաջնորդի դիրքը պայմանավորված է հանրային վստահությամբ, սակայն եթե այդ վստահությունն այլևս նախկինը չէ, անխուսափելիորեն առաջանում է հարց. արդյոք նույն մարդը պետք է շարունակի լինել կուսակցության անվիճելի առաջնորդը։ ՔՊ-ում այլևս նույն համոզվածությամբ չեն պնդում, թե Նիկոլի իշխանության հիմքը ժողովրդի անմիջական վստահությունն է։ Նա պարզապես չունի այդ վստահությունը։ ՔՊԱ-կանը կարող է հարցնել իր շեֆին. եթե ունեիր հանրային վստահություն, բայց ինչու էին ուժայինների գաղտնալսումները, ինչու էինք պետհիմնարկներից քշում հանրահավաքի, բայց ինչու էինք պետբյուջեն սարքել բարեգործական կաթսա, բայց ինչու էր հակակոռուպցիոնը առավոտից իրիկուն աուդիոմոնտաժողի գործ անում, բայց ինչու էինք ընկնում դրսի ուժերի պարտքի ու մունաթի տակ։ Ֆինանսական և սոցիալական լծակներ, ճնշումներ, տեղեկատվական ահաբեկչություն, անհայտ ծագման միլիոնավոր դոլարներ, ուրեմն դուրս է գալիս, հեչել ձայն չունեիր, բայց ինչու ես դու առաջնորդ։ Բայց եթե այս հաղթանակը բոլորովին քո շնորհքը չէ, այդ դեպքում ինչու ես դու որոշում, ով դառնա նախարար, ով դառնա դեպուտատ, ով դառնա մարզպետ եւ այլն։ Այն որ ՔՊԱ-կանները գրում էին որոշեցի չվերցնել մանդատը կամ որոշեցի վերցնել, ախր իրենք ոչինչ չեն որոշում ու հենց դրանից էլ նեղված են։ Ինչու պետք է մենք չորոշենք։ Այլ այդ մեկ հոգին, ով ակնհայտ է, որ էլ չունի այդ իրավունքը։ Հիմա նույն Արայիկ Հարությունյանը, որ իրենց հեղափոխության լիդերներից մեկն է, իրապես ինչու պետք է իրեն հանի իր մյուս գործընկերը, իսկ ինքը նրան ոչ։ Չէ որ այդ որոշողը լինում է որևէ իրավունքով, գուցե չգրված, ստվերային, ներքին, բայց մշտապես լինում է մի իրավիճակ, երբ այդ առաջնորդությունը ընդունվում է, անգամ հավասարների մեջ։ Նիկոլը 2018-ից ի վեր ուներ այդ իրավունքը։ Իրեն էին ընտրում։ Ինքն էլ իր հետևից բերում էր մյուսներին եւ օժտում լիազորություններով, իշխանությամբ, ազդեցիկությամբ։ Հիմա էլ չեն ընտրում։ Ընտրում են այնքան, որքան օրինակ Ալենին կընտրեին, Արայիկին, Ավինյանին, գուցե ավելի շատ ձայն կտային։ Բայց ինչ է ինքը առաջնորդ։ Որովհետև հարց լուծող է, ինչով։ Գնաց Մոսկվա։ Հələ հունիսին էր ասում իբր գնալու է, Պուտինի հետ հարցերը լուծեց։ Ոչ։
Արևմուտքի հետ, Ալիևի հետ, թուրքերի հետ Արմեն Գրիգորյանը ավելի լավ կլուծի։ Արայիկն էլ կարող է այդպես մտածել։ Այս մտքերը ըստ տարածվող խոսակցությունների իրենց հանգիստ չեն տալիս։ Ինձ համար Ժորժ ջան, ԿՊԱ-կան բոլոր պաշտոնյաները մեկ են։ Լավ ու վատ չեմ դնում։ Ու սա պարկ են նույնանման մեր երկիրը, մեր ժողովրդին, մեր Արցախը դավաճանած թիմ։ Բայց որ նրանք էլ հենց այսօր կարող են այդ թեման բարձրացնել, հավատում եմ։ Բոլորս քո դավաճանության մեղսակիցն ենք։ Եվ եթե քո Նիկոլ Փաշինյանիդ ուժը այլևս ոչ թե անունն է, անձն է, այլ վարչական ռեսուրսը, ընտրակեղծիքը, ահաբեկումը, քննչականը, դատախազությունը, էլ դու ինչ ես մնացել առաջնորդ ու որոշող, թե ով որտեղ լինի։ Իսկ միգուցե առանց քեզ ԿՊ-ն այսօր ունենար ոչ թե 61 դեպուտատ ու 3-ն էր խլել ԲՀԿ ձայներից, այլ 2021-ի խորհրդանականի նման ունենար 71 դեպուտատ։ Ինչու պետք է դու առաջվանը չլինես, բայց մնաս միանձնյա որոշումներ կայացնող։ Եթե թոշակառուն ԿՊ-ին ձայնը տվել ոչ թե Նիկոլի համար, այլ թոշակը վերջին պահին բարձրացնելու, այսինքն ձայնը տվել ոչ թե Նիկոլին, այլ պետական կաշառքին, ուրեմն ինչու է Նիկոլը որոշում, որ այն մյուսապարկը այլևս աշխատակազմի ղեկավար չէ։ Ասում են, ակտիվ բամբասում են հատկապես կանայք, թե արդյոք այլ տեխնացուով ավելի բարձր արդյունք չէին գրանցի եւ ստիպված չէինք լինի ողջ պետական ռեսուրսը կուսակցականացնել, նոր հանցանքների մեջ թաթախել ու վերջում էլ համարվել ոչ լեգիտիմ։ Հələ պատկերացեք, ԿՊ-ի առաջին համարը Նիկոլ Փաշինյանը չէ, այլ ասենք Ալենն է կամ մեկ այլ։ ԿՊ-ն ու հակակոռուպցիոնը դատախազությունը էլի ընդդիմադիրների գլխին սարքում շարքից հեռացնում են։ Ընդդիմադիր ամենամեծ ուժի առաջնորդին կալանքի են տանում, կառավարությունը թոշակներ է բարձրացնում, սոցաջակցություն է տալիս, լիքը կաշառքներ։ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները էլի աջակցում են իշխանությանը։ Վարչական անխնա ռեսուրս են կիրառում։ ԿՊ-ն նույն տոկոսը չէր հավաքի։ Նիկոլի պարագայում այդ բոլոր ապօրինությունների արդյունքը 49%-ն է։ Նույնն էր լինելու։ Իսկ գուցե Նիկոլը չլիներ, ավելի մեծ արդյունք ունենային։ Օրինակ, եթե Արարատ Միրզոյանը լիներ առաջին համարը եւ վարչապետի տեխնացուն։ Իրենք հո գիտեն ինչպես են պահել իշխանությունը եւ դրա համար վճարելու են լիքը տեղերում։ Բաքվից ու Անկարայից մինչև Բրյուսել, Վաշինգտոն ու Մոսկվա։ Չի կարողանում հարաբերություններ կառուցել առանցքային գործընկերների հետ, խոստումները չի կատարել, խաղաղության պայմանագիրն էլ չկա, բարեկամների հետ թշնամացել է, թշնամիների հետ չի բարեկամացել, իսկի ռազմավարական գործընկերը չի շնորհավորում։ Բա դա ինչի արդյունք է։ Նիկոլի լեգիտիմության խնդիրը վաղուց դադարել է լինել միայն ընդդիմության բարձրաձայնած թեմա։ Այն կարծում եմ աստիճանաբար դարձել է եւ դառնալու է նաեւ իշխող կուսակցության ներսում առանցքային հարցերից մեկը, ցանկացած որոշում կայացնելիս, թիմում ցանկացած փոփոխություն անելիս, ու դա զսպելու համար ներսում էլ կարող է սպառնալ քրգործերով, կալանքներով, այլ տարբերակ չունի։ Կարճ ասած, եթե առաջնորդ այլևս չի ապահովում նախկին հանրային աջակցությունը, ապա բնական է, որ թիմի ներսում եւս կարող են սկսել կասկածի տակ դնել նրա անփոխարինելի լինելու մասին պատկերացումները։ Հենց այդ պատճառով կարծում եմ, ապագայում իշխանության ներսում ամենակարևոր հարցերից մեկը հնչելու է այսպես. դու այն մարդն ես, որը պետք է որոշի մեր քաղաքական ճակատագիրը։ Այլ խոսքով, կարծես ԿՊ-ում սկսել են հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանը բեռ է իրենց համար։